Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը լավ է հետևորդներ ջան, սուրճ եմ խմում, առավոտ շուտ է, սուրճս խմեմ և գնամ աշխատանքի, ասի մի հատ ձեզ բարի լույս ասեմ, ձեր հետ շփվեմ, նոր գնամ աշխատանքի, թորնիկս էլ հեռախոսս գողաց է տարել է, ես էլ ասեմ խի ձենը չի գալի, հեռախոսը գողաց է տարել ու հեռախոսյով խոսում է։ Անի քերի նկարը ցույց տամ նո, սպաս։ Հեսա, դե պաչի քերին։ Տեսնում եք հետևորդներ ջան, ինքը դա սովորել է, որ քերին կարոտել է ու քերին պիտի պաչի։ Հետևորդներ ջան, հողամասում եմ, եկա խոզերին կերակրեցի, հիմա էլ եկել եմ հայատը, մտել եմ հողամասս, որպիսի ջրեմ, քաղեմ, բերք ու բարիքը արդեն ստանամ, այդքան չարչարվեցի, մի քանի անգամ մշակեցի, կարկուտից հետո չհիասթափվեցի, դա ամենակարևորն է, երբ որ մարդը չի կորցնում իր նպատակը, չի հիասթափվում եւ շարժվում է առաջ, դա իմ կարծիքով ամենալավ բնավորության գծերից մեկն է, որ ինչքան էլ ասենք թե դժվարություն, խոչընդոտ, դժվար հանգամանքներ են լինում, հաղթահարում եւ անցնում ես այն կողմ։ Հետևորդներ ջան, հիմա արդեն ինչ եմ ուզում անել, մի քիչ վարունգ եմ հավաքել, էլի վարունգ հավաքեմ եւ լոբի հավաքեմ։ Լոբին մի երկու անգամ հավաքել եմ նենց քիչ ուտելու համար։ Հիմա արդեն բավականին շատ է, բերքահավաքը սկսեմ անեմ, կդնենք սառցեխցիկ, դե մենք բանկայով չենք փակում։ Սառցեխցիկ ենք դնում, կտրատում, ընդամենը մի հատ, որ հենց ուզում է եռգա, մի հատ հանում, լցնում ենք հովանումա, լցնում ենք ցելոֆոնները համապատասխան եւ դնում ենք սառցեխցիկ, կան մարդիկ, ովքեր լոբին դնում են առանց եռալու, ուղակի սառը կտրտած վիճակով, բայց ես փորձել եմ այդպես ու չի ստացվել լավ, համ տեղն է շատ զբաղացնում հետևորդներ ջան, համ էլ սառցեխցիկից հանելուց հետո անընդհատ եփվել է պահանջում, ես մի քանի անգամ փորձել եմ եւ ամենահարմար տարբերակը մի հատ եռտալ, նոր դնել սառցեխցիկ։ Հիմա կուզեմ ցույց տալ, թե ինչ տեսք ունեն վարունգները։ Տեսեք, թե ինչ լավ վարունգներս արդեն եղել են, լիքը կան թփերի վրա, բայց ես տեսեք այս վիճակի եմ քաղում, այսենց փոքրիկ քաղում եմ եւ սկսում եմ դրա մարինատ անել, այսենց փոքրիկ, դե մեր համար տես լավ է լինում, համ ամանորի սեղանին եմ դնում, այսպես տեսեք ինչ լավ արդեն եղել է, ինչքան մեծ տարածություն ունեն, վարունգներս լավ եղել են, սրանք արդեն այս փոքր մառոլներն են, որ այն անգամ ցույց եմ տվել, ըստ հերթականության, ըստ չափի ու տարիքի ունեմ հետևորդներ ջան, այստեղ կանաչիներն է, այն մի կողմը արդեն նոր եղած պետրուշկան է, տեսեք ինչ լավ եղել է, այս տարածությունն է, որ տեսնում եք, այստեղ 3 համեմ եմ ցանել, կհասցնի, կլինի, որովհետև եղանակը տաք է, հողը խոնավ է, արագ կնպաստի ծլելուն։ Կուզեմ ձեզ ցույց տամ այն բիբարները, որոնք կարկուտը լրիվ կտրել եւ գցել էր, տեսեք այսքան մշակելու, խնամելու արդյունքում ունեմ այս տեսակի, տեսեք, բիբար արդեն վրաները, տեսնում եք, ինչ սիրուն լավ եղել են, այսինքն սիրուն կծու կոտոշ բիբար են անվանում, այսքան ունեմ, տեսեք ինչ լավ էլ եղել է թփերը, իսկ այս թփերը բալգարսկի բիբարի թփերն են, մեր հավերը կշտացել են արդեն, լավ կերակրել եմ, հիմա ել սենց կանաչ խոտը հայատից հավաքել, սենց բերել լցրել եմ մեր հավերի առջև, տեսեք ոնց են ուտում, խոզերս արդեն կեր է պերչասը, բայց չէ ուտում են, իսկ սա էլ լոբիս է, որը հեսա սկսելու եմ հավաքել հետևորդներ ջան, տեսեք թե ինչ լավ թփեր է լոբին, մի հատ բարձրացնեմ, տեսեք ոնց է ճուտ այսենց բռնի լոբիները, ճուտ լոբիներ, բարյոնկա լոբինա, շատ լավ եղել է, հեսա սկսեմ հավաքել, կախված են սենց տեսեք, հավաքեմ սիրուն ու դնեմ սառցեխցիկ, քանի մութը չի ընկել, քանի չեմ ուշանում արագ սննդի կետ գնալուց, տեսնում եք ինչ լավ, հեռվից ցույց տամ, տեսեք ինչ լավ թփերը կանաչ նորմալ վիճակում է,
Իսկ այն կողմը արդեն ուշ ցանած լոբին է, սա արդեն կպրծնի, հետևից կգա այս մի լոբին։ Եվ այսպես շարունակ ամբողջ օրը հողամասում։ Ձեզ կուզեմ ցույց տալ իմ ռեհանները, որը բոլորից շատ եմ սիրում հետևորդներ ջան, դե կանաչիների մեջից ես ռեհանն եմ շատ սիրում, եւ տեսեք թե ինչքան լավ է եղել։ Մի հատ խնդրում եմ, նայեք հրաշքի ռեհանները, այսինչ շարանով գնում են, այսպես, տեսեք շարանով գնում են, խոզերնը խրխրթալով ուտում են, ուզեմ ցույց տալ, տեսնեք, մեծացել են իմ խոզերը, տեսեք, այս մեկը ձիրոկ է, որ տեսնում եք, ձիրոկ սորտի է, տարբեր գույնի է, էլի վրեն կարմիրին խփողա, սրանք են առանց սալ խոզերն են, յուղ չեն բռնում իրանց վրա, տեսեք լավ մեծացել են, չէ հետևորդներ ջան, գնելուցս հետո, մի հատ խնդրում եմ տեսեք, թե ինչ լավ եմ պահել, ինչ ձև եմ լվանում մաքրում գոմը, մի հատ նայեք, փայլում է, սա մեր գոմի հատակն է, տեսնում եք ամբողջ օրը ես լվանում եմ, խոզերից լողացնում եմ, որպեսզի լինեն սպիտակ, սիրում եմ, որ խոզերը սպիտակ են լինում, տարբերությունը դուք կնկատեք, թե բերած ժամանակ եւ հիմա, ինչ լավ էս մեկը լանդրասորտի խոզն է, սպիտակը որ տեսնում եք, համ այդ սորտն է լավ, համ ձիրոկը հետևորդներ ջան, այ այսպես, այս էլ իմ ամենօրյա աշխատանքները, հողամասը, տունը եւ այսպես շարունակ։ Հիմա գնամ դույլը բերեմ հետևորդներ ջան, դույլը բերեմ եւ սկսեմ լոբի հավաքել։ Հավաքեմ, վերջացնեմ, ցույց կտամ, թե ինչքան լոբի ես հավաքեցի։ Հետևորդներ ջան, այսպես մի հատ մառոլները ջրեմ, որ թարմանան ու նոր գնամ լոբի հավաքելու։ Լավ, ջրվեց արդեն, բայց sense կդնեմ, թող ջուրը հոսի գնալ սիրուն, այսպես կցենք, թող ջուրը հոսի մեջը, իսկ ես գնամ լոբի հավաքելու, լոբի սայն կողմն է, գամ լոբի հավաքելու, թորնիկներ բնատալի, մամա, այսինքն հետ մնաս, ինքն էլ ուզում գա, շարիտ է, երեխուն է բեր, հեկել այն թորնիկը հետս լոբի հավաքելու, դե արի դու դույլը պահի, տատին հավաքի, Դուրիան թող գցի, ան գցի մեջը, գցի մեջը, ան, դե գցի մեջը, տենում եք ով է իմ օգնականը, հետևորդներ ջան, ան, դե գցի մեջը, գցի, ապրիորը իմ օգնիկը, մի հատ ընգելագետնին վերցրա, այ, գետնինը վերցրու, հեսա, հան, դե գցի մեջը, ապրի իմ ողջիկը, օգնում է տատային, դե արի քաղենք, հետ արի խաղի, արի, տատին, տես քաղում է, արի, տատի ինչ ես գալի օգնես, տեսեք ինչ լավ եղել է հետևորդներ ջան, ես են լավ վայրոնկա սորտն է, դալար, համով, հլը մի հատ ջրի մեջ չհասած, արդեն իսկ էպվում է, վերևները տեսնեմ կամ, ջանի, արի դե օգնի տատիկին, շուտ օգնի, որ շուտ վերջացնենք, գալիս ես օգնես, հլեն այստեղ իշքան լոբի կա, արի տատիր վեդրոն, արի տատի օգնական, տատին արի օգնի, արի տատ, արի, դե թերախոսը դիր, դե տարկից վեդրոն, պայ, դե գետիներն է հավաքի, գետնի իկանց լոբին հավաքի, տեսնում եք հետևորդներ ջան, իշքան է մեծացել իմ թորնիկը, արդեն եկել է տատիի հետ լոբի է հավաքում, տատին օգնում է, տատի աշխատասեր թորնիկն է ինքը, ջանք, տատին քաղի, համով լոբին, հետևորդներ ջան, ես ու թորնիկս ավարտեցինք աշխատանքը, բավականին տեսեք թե ինչքան լավ լոբի է, մի հատ խնդրում եմ նայեք,
ընտիր դալար լոբիա, հեսա դնեմ սարցե խցիկ, արդեն սկսել եմ վաճառել հետևորդներ ջան, ովքեր Ստեփանավանում են կամ հարակից գյուղերից են եւ ցանկանում են այս տեսակի լոբի գնել, ապա կարող են ինձ գրել եւ ես մեծ սիրով կտրամադրեմ իմ այսպես արդար քրտնաջան աշխատանքի արդյունքը, տեսեք։ Տեսնում եք, իմ աղջիկը ոսլցրել է վեդրոն, հիմա էլ ուզում է վեդրոյից անի թափի։ Էսի տանենք, ջարդենք, դնենք սարցե խցիկ։ Հա? Ասա հա։ Էլ ասա տատի, թո հետևորդները լսեն։ Տատի? Ուր է տատին? Ուր է տատին? Դու եկել է հեռախոսում։ Ալոնա, լտու տատին զանգի դե։ Տանենք, մաքրենք, սիրուն դնենք եւ այսպես հոգնած հետևորդներ ջան, հիմա հեսա գնամ կանաչիները քաղեմ արագ սննդի համար, գամ պատրաստվեմ, որ գնամ արագ սննդի, հիմա բարձանամ վերև, տեսնեմ աղջիկս ինչ է պատրաստել, ճանապարհին որ գալիս էի տուն, գնեցի շամպինյոն սունկ, շատ լավ, sense մանր դուք սունկ era եւ աղջիկս պատրաստել է, հիմա բարձանամ վերև տեսնեմ ինչ ձև է պատրաստել, ձեզ ցույց կտամ ու այսպես կշփվենք։ Հետևորդներ ջան, բոլոր աշխատանքներն ավարտվեց, հողային, ճաշկերույթ, հիմա էլ արագ սննդի կետ։ Արդեն ժամը 8:30 է, տեսեք մութը արդեն ընկնում է, մթնշաղը եւ ես այսպես հանգիստ վայելելով այս իրիկուն վահովը, որը շատ հաճելի է, շատ, այն որ սենց բասկով աշխատանքից հետո սենց քայլելը հանգիստ է մի հատ հետաքրքիր բան է, այսպես լավ քայլելով, հանգիստ վայելելով գնում եմ արագ սննդի կետ, հետևորդներ ջան, գնամ տեսնեմ այնտեղ ինչ է կատարվում, ինչ են արել Հայկն ու Լուսինեն, ինչեր են արել, ինչեր են թողել եւ ինձ համար ինչ գործեր են թողել, որ շարունակեմ ես գնամ տեսնեմ ինչ կա պակաս, որ թխեմ եւ ավելացնեմ, որ պակաս ոչ մի բան չունենանք։ Այսօր նորից ինձ զանգել էր մեր գրետը եւ հրավիրում էր մալինա հավաքելու, բայց քանի որ այսօր պլանավորած գործեր ունեի եւ չէի կարողանա գնալ, չկարողացա, վաղը նույնպես չեմ կարողանա, որովհետեւ պլանավորած գործեր կա, իսկ մյուս օրվա համար պայմանավորվել եմ, որ գնամ մալինայի բերեմ, էլի փակեմ, թող լինի շատ լավ, համ հոտը արտակարգ հետևորդներ ջան։ Այսօր արդեն մութը կընկնի եւ ես դեռ դանդաղ քայլելով գնում եմ, թող ընկնի, մենք մթից չենք վախենում ու առհասարակ հետևորդներ ջան, ես ոչ մեկից եւ ոչ մի բանից չեմ վախենում, վախենում եմ միայն իմ Տիրոջից, իմ Հիսուսից, որից պետք է վախենան եւ վախ ունենան բոլորը, որովհետեւ Աստված ինչ է ասում, Աստված շատ շուտ տեսնում է, շատ ուշ բարկանում, այնպես որ թող բոլորս Աստծուց վախենանք եւ չշարժենք Աստծո բարկությունը, հետևորդներ ջան։ Առաջ Աստված, շարժվենք բոլորս դեպի առաջ։ Ձեզ հետ Գոհարն էր, որը ձեզ անչափ շատ է սիրում հետևորդներ ջան եւ մի սիրելի է ձեզ բոլորիդ։ Մնացեք Աստծով։